նկարում եմ 4 տարեկանից, ամենայն անկեղծ շրջանից, որ երեխաները կարող են երբևէ սկսել նկարել։ Ուսանել եմ Փանոս Թերտեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, մասնագիտությամբ գեղանկարիչ եմ, հոգով գրաֆիկ։ Սիրում եմ նկարել բնապատկերներ եւ շրջել Հայաստանի տարբեր մարզերով, գտնելով աչքիս ամենահաճելի ու գեղատեսիլ գյուղերը եւ նրանց տեսարանները։ Ես ծնվել եւ մեծացել եմ մայրաքաղաքում Երևանում ու գտել եմ այդ գյուղերի հանդեպ սերը նկարելու երևի 3-րդ կուրսից, երբ առաջին անգամ լուրջ գնացին քաղաքից դուրս նկարելու ու այդ պլեներային վիճակները այնքան գերեցին, որ չկարողացա դրանցից կտրվել ու ամբողջովին փորձեցի ներուժս ներքին տպավորվածությունս փոխանցեմ ամեն անգամ։ Ինչը իմ համար էր զարմանալի, շատ մեծ առնչություն էին արվեստի հետ բոլոր այն մարդկանց տները, որտեղ որ այցելել եմ ու ամեն մեկը իր յուրահատուկ մոտեցումով փորձում էր աջակցել ու ցույց էր տալիս, թե ինքը ինչ ա արել, իր քերին ինչ ա նկարել, քանդակագործ ա եղել ու այդ ամեն ինչը որ նայում ես, իրոք հասկանում ես ինչքան թանկ է էլի այդտեղի կյանքը, ինչքան հաճելի ու ազնիվ է։ Ոգեշնչման աղբյուր հանդիսանում է ամեն բան, ինչը որ այդ պահին հուզում է ինձ ու այդ կարող լինի ամենահասարակ դիմացի տան պատուհանը կամ գյուղի մի գյուղացի, որ անցնում է ու իրանից էմոցիա է գալիս։ Ամեն անկեղծ բան այդ պահին, որ կարող է հուզի, կարող է դառնա ամենալավ ոգեշնչման աղբյուրը։ Ամենակարևորը այդ անկեղծ պահը գտնելն է, երբ որ իրոք զգում ես, որ ուզում ես, պետք է չխանգարես քեզ ու ուղղակի նկարես։ Ես ուզում եմ փոխանցեմ, որ մեր գյուղերի կյանքը ինչքան յուրահատուկ է, ինչքան ինդիվիդուալ է ամեն բան։ Չէ՞ որ քաղաքում բոլոր տները մի ձևաչափով են կառուցվում, որպեսզի ընդհանուր դիտվի, չէ՞ աչքին։ Իսկ գյուղում ամեն մեկը իր ինդիվիդուալությամբ փայլում է ու ամեն մի տունը իր հոգին ունի, իր էներգիան ունի, թե լավ, թե վատ, այդ էներգիան գալիս է ու պատմություն ունեն այդ պատերը, որը որ չեմ կարող այդքան ասել նորակառույց շենքերի մասին։ Միշտ իմ հետ պահում եմ փոքր սկեչբուկ, որ մտքերս անկրճ հոդես չցնդեն, որովհետև այդ ամենաթանկ բանն է, որ այդ միտքը կորում է, հետո էլ չես կարող գտնես։ Դրա համար միշտ գրառումներ եմ անում, փոքր էսքիզներ եմ հավաքում, որ երբ որ ժամանակը գա իրանց, կիրառեմ։ Ես ինքս չգիտեմ դեռ ինչ իրադարձություններ կլինեն, բայց այն որ այստեղ պետք է մնամ, այդ հաստատ, քանի որ այստեղ մշակույթը զարգացնելը ու հայաճանաչ դարձնելը մարդկանց, իրենց գյուղերը սիրելը, կարծում եմ իմ համար նպատակ է դարձել։ Նկարությունը առօրյան է մարդու։ Եթե ինքը քո առօրյայի մաս չի կազմում ու մեծ մասը չի կազմում, այդ ամեն ինչը անկեղծ երբեք չի կարող լինի։ Պետք է ապրես դրանով, որ ինքը քեզանից չնեղանա։ Ինձ թվում է, ովքեր որ կեղծում են իրենց էմոցիաները ու փորձում են ինչ-որ իրենց ներկայացնել այնպես, ինչպես իրանք չկան, իրանք չեն մնում պատմության մեջ ու մոռացվում են շուտ։ Երևի ամենամեծ հաղթանակը դա, որ մարդիկ են գալիս, ովքեր քո մասին տեղյակ չեն ու քո աշխատանքներն են գրավում իրանց, դրանցով դու իրանց ուշադրությունն ես գրավում ու գալիս են սկսում են անկեղծ քո հետ խոսել, խորհուրդներ տալ, բացատրել ու իրանց փորձով կիսվել։ Երկրորդ անհատական ցուցահանդեսը երևի արդեն հեռու ապագայում կլինի, որովհետև պետք է մի հատ հասկանալ, թե այս ամեն ինչից հետո ինչ է գալու, ինչ խմորումներ, ինչ նոր փորձություններ ու հասկանալ, թե ուր է տանում նկարչությունը։ Խոսք ուզեմ ասել այդ նոր նկարիչներին, որը դեռ սովորում են։ Ուղղակի եթե սիրում եք նկարչությունը ու ուզում եք ինչ-որ բան հասնել այդ ամեն ինչի մեջ, մեծ դժվար ճանապարհ է սպասվում, ուղղակի պետք է հաշվի առնել, որ ամեն հնարավորություն գալիս է ցանկությունից։ Եթե կա ցանկություն ինչ-որ բան անելու, հնարավորությունը անպայման ամեն մարդ կգտնի իր համար։ Դրա համար պետք է կանգ չառնեմ, եթե իրոք անկեղծ ընտրել ես այս ճանապարհը։ Ցուցահանդեսը եղավ Փյունիկ զարգացման կենտրոնի աջակցության շնորհիվ, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ սա առաջին անհատական ցուցահանդեսն է ու ամեն նկարչի համար էլ կարևոր է, երբ իրան առաջին անգամ են այցելում անհատական ցուցահանդեսի ու այդ էմոցիաները էլ ոչ մի անգամ չես զգում, ոնց որ առաջինի համար։